Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, Տիկին Կարապետյան, իմ գործընկերները ուղղակի արձանագրում են փաստ, որ ձեր վարած քաղաքականության արդյունքում այսօր Ալիևը պահանջում է սահմանադրության փոփոխություն, իսկ Ռուսաստանի նախագահան պահանջում է հանրակրվե մի հատ կողմնորոշվեք։ Մի օր մի բան եք խոսում, ուրիշ օր ուրիշ բան եք խոսում։ Հիմի եթե ամբողջականացնեք ձեր մոտ ընկալում է լինում Պուտինյան Եվրոպական միություն, ձեր մտքի թռիչքը չեմ կարողանում բռնել, ինչ եք ուզում ասել, ինչի համար։ Խոսվեց այստեղ ԱԱՑ-ի կամ մնացած կառույցների արտահոսքից, որ կադրերը դուրս է գալիս ու նաև այսօր ԱԱՑ-ն ծառայում է ինչի համար, ակամայից հիշեցի մեկ ուրիշ պատմություն, Մանվել Գրիգորյանի կադրերը, որոնք ԱԱՑ-ից, ԱԱՑ-ի խուցից նկարահանվել են ու հայտնվել են հայկական ժամանակի էջերում։ Ու գիտեք, այդ ժամանակ էլ չնչեց տենց խիստ դատապարտում կամ մյուս կամ ոնց է դա տեղի ունենում։ Բայց պարոն Եղան, ով ձեր թիմը Մանվել Գրիգորյանի անունը տալու իրավունք չունի, ու ասեմ ինչի համար չունի։ Սպասեցի, որ սպառվեիք, ջնջվեիք այդ թեմայից, բայց ավաղ մարտնչում եք դուք, ու մի ասեմ ինչի համար։ Մանվել Գրիգորյանը իր արածի ու ավելի շատ չարածի համար հատուցել է իր կյանքի գնով։ Այն կյանքի, որ իր մահվան մեջ մեղավոր եք դուք, ու դա արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Ու ասեմ ավելին, Եվրոդատարանն արձանագրել է Մանվել Գրիգորյանի կյանքի իրավունքի խախտում, առաջարկել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ընտանիքը հաշտության կան դրա շուրջ, որ մեր պետությունը նմանատիպ քայլ է արել։ Դուք էլ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահն եք։ Հիմա շարունակեմ, հայտնի Տուշոնկաշոուն, որը որ կար, գնացեք ձեր շատ սիրելի Մացոյի օրինական ուժի մեջ մտած վճիռը կարդացեք։ Վերջնական ուժի մեջ մտած վճիռի մեջ ոչ Տուշոնկա կար, ոչ խտասած կատ կար։ Ու առավել եւս իմ սերունդը կգնաք կկարդաք, նոր կշարունակեք։ Իմ սերունդը երբեք գլուխը չի կախելու, որովհետեւ ես աշխատել եմ Արցախի հերոսի ու Արցախի տարածքն ազատագրողի հետ։ Այդ որ խոսում եք անարգալից վերաբերմունք, առաջի շարքում նստած ձեր գործընկերները շփվել ու աշխատել են Մանվել Գրիգորյանի հետ։ Հələ մի հատ հարց տվեք, իրանց նկատմամբ հարգալից է վերաբերմունք տեղը, թե արհամարական ոնց որ դուք եք ասում, ամոթ է ուղղակի։ Մանվել Գրիգորյանի մի բուր իրան դավաճանած մարդիկ, ուրացած մարդիկ այսօր ձեր կողքն են։ Մի հատ գնացեք հարցրեք, այդ մարդկանց նկատմամբ էլ է հարգանքով եղել։ Եկե ինչ եք խոսում, ինչից եք խոսում, ինչի համար եք խոսում։ Ժողովուրդ, ամեն ինչը ասելուց մտածեք, որ դրանք այդ բոլոր ռիսկերը ես գնահատել եմ, հասկացել եմ օրինակի համար ինձ ինչ կարակ թիրախավորեք ու ոնց։ Երբ որ խոսում եք, թե այդ ինչ ձև էիր խոսում, ձոր էիր կանչում բան, եթե կիսում եք ձեր գործընկերոջ ասած լեքսիկոնը, պարոն Ռուբինյան, ես նշումներ եմ կատարում, ձեր որ ԿՊ-ականն ինչ է ասում, ու դուք ձեն չեք անում։ Հետո այդ բոլորը կարող եմ ես տեիս կրկնել որպես հիմք։ Փուրն եք տալիս, Հավայի խոսում եք, կարելի է ասենց խոսույթ։ Ես դատապարտում եմ այն պատգամավորին, ով այդ խոսույթով խոսում է, ու ասում եմ, եթե այդ պատգամավորը չի գիտակցում իր կարգավիճակի մասին, որ չպիտի խոսա, ուրեմն պետք է այստեղ գոյություն չունենա, թողնի գնա, իր տեղը ուրիշ տեղ գնա գտնի։ Եվ եթե կիսում եք, այդ խոսքերը կվերադարձնեմ ձեզ, բայց ոչ թե կկրկնեմ բառացի։ Հիմա շարունակեմ։ Տիկին Ջուլակյան, ողջունում եմ, որ դատապարտում եք Ծառուկյանի աղջկա դստեր նկատմամբ նմանատիպ քննչական կոմիտեի խայտարակ այդ տեսանյութը, որ հրապարակել էր ինքը։ Գիտեք, բոլորի ընտանիքներում է կարող է լինի ճգնաժամ։ Նախ սկսենք այնտանից, որ ես ունեմ այն համոզմունքը, որ դա կեղծիք է։ Վերջի վերջո անցնելու է գնա ու պարզվի, որ նմանատիպ բան չկա։ Գիտեք, դա ոնց որ մի հատ անեկդոտ կա, որ մեկը մտնում է շատ վատ մարդ, հարսանիք անուն է կպցնում հարսին ու փախնում է։ Այլում բռնում դրան ծեծում, ասում են, ինչ խոսացիր։ Ասում է, դե ես իմ արեցի վատ գործս, ասում է, դե դուք գնացեք հակառակն ապացուցեք։ Մի քննչական կոմիտեինն է։ Մի հատ ինքը շատ վատ բան է անում, ստորություն է անում, հասկանում եք, մտնես մարդու անձնական կյանքի դաշտ, ու ինչ որ չգիտեմ ինչեր տարածես, վերջում պարզվի սուտ է, բայց մարդկանց ընկալման մեջ դա այդպես կմտնի։ Այն որ ասում եք վենդետա, այդ Կորսիկայում ու Սիցիլիայում է դա կիրառված եղել, բայց վենդետան շարունակվել է սերնդեսերունդ։ Մի ի՞նչն է ձեր նպատակը, որ սերնդեսերունդ վրեժ լուծեն, իրար մարդիկ իրար սպանեն ու մնացածն անեն։ Չեմ կարողանում պրոստը հասկանալ։ Քննչական կոմիտեի նախագահան այդ դրանից հետո պիտի դիումը գրեր թողներ գնար։ Ինչ է նշանակում օրինակ համար մտնել այդ դաշտ։ Ինչ է նշանակում Էմմա Ծառուկյան կամ մյուսը, չի կարելի ժողովուրդ։ Չի կարելի ուղղակի։ Կա բարոյականության մի սահման, որ չպետք է խախտվի։ Ասում եք բարեկիրթ։
Բարեկիրթ լինելը ժողովուրդ մենակ ստեղ կամ չի վերաբերվում падգամավորին կամ մյուսին, բարեկիրթ ընդհանուր պետությունն ու համակարգը, պետական համակարգը պետք է լինի։ Իսկ ձեր մոտ այսօր չեմ նկատում, որ պիտի համատարած ամեն падգամավորը ԿՊ-ական որ գար, դատապարտեր քննչական կոմիտեի այդ տարածած նյութը։ Եվ պարոն Ռուբյան, եթե հարկ կհամարեք, նաև ասեք, դուք ձեր հարցադրումներից մի տեսակ լավ չհասկացա, էլի ես, այնուամենայնիվ դուք կիսում եք, որ քննչականի տարածած այդ բանը հաղորդագրությունը ճիշտ էր, թե չէ։ Որտեվ հարցեր եք տալիս, չեմ կարողանում հասկանալ, այնուամենայնիվ դա ինչ էր դրա տողատակը։ Եթե ճիշտ կհամարեք, պատասխանեք այդ ամբողջը։ Իսկ վերջում պարոն Եղոյան, գիտեք խնդիրը, ոչ թե իմ հետ չունեք դուք խնդիրը, իմ բերած փաստարկներին հակափաստարկ չունեք, եւ որպեսզի հակափաստարկները չներկայացնեք, առարկայական, հիմնավոր, ասում եմ կոռուպցիան մտելա պոզով պոչով կենթանին մտելա ձեր կուսակցության այդ շենքի ներսը ու դուրս չի գալիս։ Քաղաքապետան այնքան բան ունեմ հատիկ առ հատիկ, փաստերով ուղղակի, ասեմ գիտեք ինչ կա, այս ուժային կառույցի փոխնախարարի կամ զամի քրոջ տղեն սաղ Երևանի այգիների հերն օրինակի համար անիծել է։ Էդի ո՞նց եք նայում, մեկը վատա սարքե, երկրորդը վատա ծախսը, երրորդը ուտես այնքան եմ օրինակ բերելու։ Դուք քանի որ փաստարկներ չունեք, մտնում եք ինչ որ անձնական դաշտ։ Մանվել Գրիգորյանի դաշտը։ Ինձ հետաքրքիր է, ավարտվեց թե չէ։ Ամեն անգամ Մանվել Գրիգորյանի անունը տալուց հիշեք, որ իր մահի մեջ դուք մեղավորություն ունեք։ Իսկ եթե հակափաստարկ ունեք, կգնաք Եվրոդատարանին կասեք, ինչի համար ես գրել, որ իր կյանքի իրավունքը մենք խախտել ենք։ Կգնաք իրանց կասեք։ Ու շարունակությունը, եթե ունեք առարկայական փաստարկներ, իմ բերած հստակ փաստարկված այդ տվյալների վերաբերյալ խոսեք։ Եթե չունեք, շարունակեք։ Հաջորդիվ կարող եմ օրինակի համար Մանվել Գրիգորյանի մի հատ նկարը տամ, տանեք ձեր կաբինետում կպցնեք, ամեն օր կռվեք իր այդ նկարի հետ։ Էլ ինչ ասեմ ես ձեզ։ Ու հետ վերադառնամ, պարոն Տիկին Ջուլակյան, շատ կարևոր հանձնաժողով եք դուք ղեկավարելու։ Հույս ունեմ, որ այդ համարձակությունը ներքին կունենաք, որ համապատասխան կառույցի ղեկավարներին նախատեք, բացատրեք, որ չի կարելի ժողովուրդ։ Չի կարելի, կա մի հատ կարմիր գիծ, որը չի կարելի անցնել։ Այդ վենդետա ասած իրոք շատ վատ բան է, սերունդե շարունակվելու։ Ու իմ մոտ տպավորությունն է, որ քննչական կոմիտեի տարած հաղորդագրությունը մի նպատակ ուներ, որ այդ օրը հմեկով ցույց տային Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում այդ խցում ինքը տեսներ այդ հաղորդագրությունը։ Մի նպատակ, ուրիշ նպատակ չուներ էդի։ Ու կրկնվում այս, բոլորը կրկնվում է, սկզբից փորձում եք մարդու հեղինակությունը, մարդու ընտանիքի հեղինակությունը ոչնչացնել, հետո մարդուն։ Այդ կարմիր գիծը մի խախտեք, ոչ մեկին լավ տեղ չի տանում ժողովուրդ։ Պարոն Ղազարյանը շատ լավ ասում է, մենք գիտենք այդ տեղերը, որտեղ կպնենք, որ ձեր դուրը չի գալիս։ Դուք եք գտնում եք ինչ-որ մի կետ, որ դուք պիտի խոսեք այդ դրանից, ի՞նչ է տալիս դա ձեզ։ Ու եթե խորհրդանում կա խայտարակ պատկեր, դրա միակ մեղավորը դա իշխանությունն է։ Եթե եղել է, էլի միակ մեղավորը իշխանությունն է եղել։ Փորձեք բարեկիրթ լինել ժողովուրդ։ Ձեզ, պարոն Տիկին Ջուլակյան, մաղթում եմ, որպեսզի այդ համարձակությունն ունենաք եւ կարողանաք հանձնաժողովը կառավարելու տարիներին նաեւ որոշակի այս մեթոդները բացատրեք համապատասխան կառույցի ղեկավարներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։